Երկու ամիս առաջ մենք մեկնարկել ենք Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերի ծրագիրը, որոնք որ իրապես հեղափոխական են լինելու Հայաստանի տնտեսության համար եւ որոնք հույս են ներշնչել մեր ժողովրդին, որ նրանք կարող են եւ պետք է ապրեն արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքով։ Այսօր Ուժեղ Հայաստան կուսակցությունը ներկայացնելու է ուժեղ խաղաղություն Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը։ Սիրելի հայրենակիցներ, դուք ինչպես այս սրահի նախամուտքում, այնպես էլ բեմի վրա կարող եք տեսնել նկարներ, որոնք որ ավելի քան խոսքեր կարող են նկարագրել այսօր մեր անվտանգային համակարգի թշվառ վիճակը, ինչպես նաև ուժեղ Հայաստան կուսակցության, ուժեղ Հայաստան կառուցելու տեսլականը։ Մենք այստեղ տեսնում ենք ավերում և կառուցում։ Ավերում ընդ որում ասեմ, սա Ստեփանակերտում իմ մորաքրոջ բնակարանն է, որտեղ որ սերունդներ են մեծացել։ Այսօր այդ շենքը չկա, հողին է հավասարեցվել, որովհետև Հայաստանում թույլ և Հայաստանի ազգային շահերը չսպասարկող իշխանություններ են։ Իսկ կողքի նկարը շատերը կհիշեն այսօրը, երբ ցնծություն էր Արցախում, որովհետև տարածաշրջանում ունիկալ հիվանդանոց կառուցվեց Սամվել Կարապետյանի կողմից և հազարավոր հայ զինվորներ իրենց կյանքը կարողացան փրկել այս հիվանդանոցում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես մի երկրում, որի շուրջը տեղի ունենում աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություններ, հին եւ նոր հակամարտությունների ռիսկայնությունը ակնհայտորեն բարձրանում է, ներկայիս վարչապետը որոշում է նվազեցնել պաշտպանական բյուջեն։ Իսկ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել այն, մեծացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանական բյուջեն։ Մյուս նկարը իհարկե գլուխգործոց է, մենք տեսնում ենք ձախ կողմից մեջտեղի նկարը, բառացիորեն քամուն տված 200 միլիոն ԱՄՆ դոլար, որոնց միջոցով գնվել են Su-30 կործանիչներ, որոնք սակայն չեն օգտագործվել պատերազմի ժամանակ, պատճառաբանելով, որ հրթիռները չկային։ Փաստացի այդքան գումարը տրվել է բացառապես սելֆիների համար, իսկ մենք առաջարկում ենք խելամիտ իրականացնել ծախսերը, պայմանական նույն այդ գումարով հնարավոր էր գնել բազմաթիվ հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ, հակաօդային հրթիռներ և այլն, որոնք որ իրապես օգուտ կտային մեր բանակին։